քննարկումներ են կայացնում, որը խիստ կասկածի տակ է դնում արդարադատության համակարգի անկախությունը։ Մասնավորապես խոսքը վերաբերում է օրինակ Սամվել Կարապետյանի հետ կապված, երբ Նիկոլ Փաշինյանը մեկը մյուսի հետևից ստատուս էր գրում։ Դուք գիտեք իմ դիրքորոշումը, դատական ակտը, քանի դեռ օրինական ուժի մեջ է, պետք է կատարվի առանց բայցի եւ առանց եթեի։ Եվ ես չեմ պատրաստվում որևիցե եղանակով խախտեմ սահմանադրությունը եւ ին վրա վերցնեմ դատական իշխանության գործառույթներ։ Եթե գտնում եք, որ որոշումը անարդար է, այն ունի վերանայման համապատասխան իրավական ընթացակարգեր։ Այս կանա։ Մենք որևէ բան չենք գտնում, ընդհանրապես հիշեցնում ենք տվյալ դեպքը։ Նիկոլ Փաշինյանը ստատուս է գրում։ Ամենայն հարգանքով ես ասում եմ հետևյալը. յուրաքանչյուր պետական մարմին պետք է գործի իր լիազորությունների շրջանակներում եւ գործի օրենքների եւ սահմանադրության հիման վրա։ Այս կանա։ Պարոն Վարդանյան, երեք հայտնի դարձավ, որ Մասիսում երբ վարչապետը պատարակ էր մասնակցում, կային համայնքային աշխատողներ եւ Վեդի համայնքապետարանի աշխատակիցներից մեկը նշեց, որ իրեն պահանջել են, որ կա ինքն էլ հիվանդանոցից հել է եկել էր այդ պատարակին։ Սա դուք ինչպես կգնահատեք այս ժողովրդավարության։ Ես գիտեք կա մի արտահայտություն hearsay evidence անգլերենում, հա, որը դուք լսել եք, որ ձեզ ասել են, որ ձեզ ասել են։ Չէ, ես դա Դա հրապարակել եմ։ ունի համապատասխան ընթացակարգ, եթե անձին ապօրինի եղանակով հրահանգել են, որևիցե եղանակով մասնակցել կամ չմասնակցել որևիցե գործընթացի եւ նամանավանդ հրապարակել եք, սա հիմք է, որպեսզի դատախազությունը, որը իրավասու է զբաղվել այս հարցերով, համապատասխան ընթացակարգեր ձեռնարկի։ Այս կանա։ Իսկ քաղաքական առումով ինչ գնահատական կտակ դա։ Ես քաղաքական որևիցե գնահատական չեմ կարող տալ, հեսա պարզ չէ, ոչ թե նրա համար, որ ես չեմ ցանկանում քաղաքական գնահատական տալ, ես ուզում եմ ասել հետեւյալ, որ ցանկացած հավաքի մասնակցություն պետք է հիմնված լինի կամավորության սկզբունքի հիման վրա, այս կանա։ Մնացած հարցերը, խնդրում եմ, մնացած հարցերին ես կարող եմ ունենալ դիրքորոշում եւ այլն, բայց դրանով պետք է զբաղվեն պատկան մարմինները։ Վարդանյան, այսպես է, մի շարք իրավաբաններ արձանագրում են, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները եկեղեցու վերաբերյալ գործողությունները եւ նաեւ որպես վարչապետ ասել եպիսկոպոսների հետ կեցավայրում ընդունելը, ստորագրելը փաստաթուղթը սահմանադրության կոպիտ խախտում է եւ Նիկոլ Փաշինյանին ազատազրկում է։ Եթե նույն տրամաբանությամբ գնանք, տեսեք այն, որ ազգային ժողովի կանոնակարգ օրենքը նախատեսում, որ ազգային ժողովի բացման նիստին ուղերձով կարող է հանդես գալ ամենայն հայոց կաթողիկոսը եւս կարող է դիտարկվել որպես, չգիտեմ, պետություն եւ իշխան, չէ, տարբեր բաներ չեն, բայց ամեն դեպքում իրեք կա կարծիք իրավաբան արտահայտելա կարծիք, դա մի բանն է, տեսեք, իրավաբանի արտահայտած կարծիքը կարծիք է, այն կարող լինի հիմնավոր, կարող լինի ոչ հիմնավոր եւ կա դատական ակտ կամ պետական մարմնի որոշում։ Մենք խոսում ենք կարծիքի մասին, կարծիքի ես չեմ մեկնաբանում։ Ամեն դեպքում սահմանադրությամբ ամրագրված է, որ պետությունը Կներեք։ Ես սովորաբար բացառություն կանեմ, որտեղ կարծես դուք նոր եք լրատվական դաշտում։ Սովորաբար կանոնը հետեւյալն է, եթե դուք իրար ընդհատում եք, ես պարզապես դադարեցնում եմ հարցազրույցը։ Խնդրեմ։ կառույցն է, առաջնահերթ կառույցն է, որտեղ պետք է արդարադատություն իրականացվի։ Արդարադատություն պետք է իրականացվի բոլոր ոլորտներում եւ արդարադատություն իրականացնելը պետության գործառույթներից մեկն է։ Եվ որևիցե մեկը Հայաստանի Հանրապետության իրավազորության ներքո չի կարող գտնվել Հայաստանի Հանրապետության սահմանադրությունից կամ օրենսդրական դաշտից դուրս։ Սա իմ դիրքորոշումն է եւ այս իմ դիրքորոշումը եղել է միշտ սկսած այն պահից, երբ որ ես մտել եմ իրավաբանական ֆակուլտետ որպես ուսանող։ Ամեն դեպքում սահմանադրությամբ ամրագրված է, որ եկեղեցուն պետությունն անջատեն եւ պետությունն իրավունք չունի խառնել եկեղեցու ներքին կյանքին։ Այդ դեպքում այն, որ Նիկոլ Փաշինյանը որպես վարչապետ ստորագրում է այդ փաստաթղթի տակ եւ խորհուրդ է ձևավորում, չի խախտում սահմանադրության այդ կետերը։ Տեսեք, դուք ուզում եք, որպեսզի ես տամ պատասխան, օրինակ դիցուկ կամ դատախազության կամ սահմանադրական դատարանի փոխարեն։ Եթե դուք գտնում եք, որ նման խախտում կա, առերեւույթ ձեր կարծիքով, ձեզ որևիցե մեկը չի սահմանափակում կատարել ձեր սահմանադրական իրավունքը որպես քաղաքացի։ Գիտեք, ես ինչի հետաքրքիր չեմ լրագրողների համար։ Որպես կանոն իմ հարցազրույցներին շատ քիչ սենսացիաներ են լինում։ Այսօր սենսացիա չեք ստանա։ Պարոն Վարդանյան, դուք անընդհատ ձեր վրայից գցում եք բոլոր կարևոր հարցերը, որոնք հանրությանը հետաքրքիր են, սակայն դուք մոռանում եք, որ ազգային ժողովը զբաղեցնում եք շատ կարևոր
Լիա ջան, Հանձնաժողովի կներեք նախագահի- դուք եք հանրությունը։ Ձեզ է հետաքրքիր, բայց չի նշանակում որ ես էլ եմ հանրություն։ Ես էլ եմ Հայաստանի Եվ որ Հանրապետության հարցից եմ ես խուսափել, խնդրեմ։ Դուք հիմա գործընկերս հարցում է, ասում է Նիկոլ Փաշինյանը։ Ես էլ ձեզ ասում եմ, եթե ձեր գործընկերը գտնում է որ սահմանությունը խախտում է, խնդրեմ։ Գործընկերս ասում է Նիկոլ Փաշինյանը սահմանադրություն է խախտում եւ միջամտում է եկեղեցու ներքին գործեր։ Ես մի հարց կարող եմ ձեզ տալ այդ Ահա, բaragայում։ աշխատակիցներին Իսկ ով կարող է ուղարկում են, գնահատել որպեսզի- սահմանադրության խախտումը։ Ով է իրավասու գնահատել սահմանադրության խախտումը։ Եթե դու գտնում եք որ տեղի ունեցել սահմանադրության խախտում, եթե դու գտնում եք որ տեղի ունեցել ոչ իրավաչափարարք, դրա համար կան համապատասխան ընթացակարգեր։ Ազգային ժողովի, պետերավական հարցերի մշտական հանձնաժողովի որևիցե անդամ, որևիցե падգամավոր ընդհանուր հանձնաժողովի նախագահը, որը ունի հանձնաժողովի գործունեությունը համակարգելու գործառույթներ, այդ հարցի պատասխանելու իրավական իրավասություն չունի։ Միջ ինստիտուցիոնալ հարգանքի սկզբունքից ելնելով մենք պետք է հարգենք յուրաքանչյուրս պետական մարմիններին, այլ պետական մարմիններին։ Նիկոլ Փաշինյանի գործողությունները սահմանադրության խախտում են թե ոչ։ Ես խախտում չեմ տեսնում գործողությունների մեջ, դուք տեսնում եք խախտում, դուք կարող եք դիմել սահմանադրական համապատասխան արտարդատական համապատասխան Այսինքն մարմիններին։ խախտում չէ, երբ սահմանադրության մեջ ամրագրված է, որ 7 անգամ էլ նույն հարցը տակ, 7 անգամ էլ լինելու են նույն այդ կետը պատասխանը։ ամրագրվել։ Ինչ է դա նշանակում, երբ ասվում է, որ պետությունը իրավունք չունի միջամտել եկեղեցու ներքին գործերին։ Դա նշանակում է, որ դա նշանակում է, որ պետությունը պետք է հարգի, խղճի եւ դավանանքի ազատությունը։ Սահմանադրությունը նախատեսում է նաև համապատասխան կարգավորումներ Հայաստանի առաքելական Սուրբ Եկեղեցու հետ կապված։ Այդ կանոնակարգումները ըստ էության որոշակի կարգավիճակ են տալիս նաև հայ առաքելական Սուրբ Եկեղեցում։ Եվ այդ գործընթացների շրջանակներում տեղի են ունենում զարգացումներ, որոնց մասին ցանկացած քաղաքական գործիչ իր դրական կամ իր բացասական դիրքորոշումն է Նիկոլ արտահայտում։ Փաշինյանը ասում է, ես խնդրում եմ, որպեսզի զեղչեն կաթողիկոսի անունը։ Դա ինչ է Ես կներեք, նշանակում։ Դա ես սահմանադրության ներողություն եմ խախտում խնդրում։ չէ։ Ես պետք է ձեզ հստակ մի բան ասեմ, էլի։ Եթե դուք ուզում եք, որպեսզի ասեք, սա սահմանադրության խախտում է, թե ոչ, Ես մեկ ուզում եմ, մարմին ձեր կա։ մեկնաբանությունը Լիա ջան, ես ուզում եմ ասեմ, մեկ մարմին կա, որը կարող է ասել, խախտվել է սահմանադրությունը, թե ոչ։ Դա սահմանադրական դատարանն է։ Մնացած բոլոր մարմինների, բոլոր պաշտոնատար անձանց, սովորական քաղաքացիների բարակայում դա լինելու է կարծիք։ Դուք իրավաբան եք եւ Ես այո, ես իրավաբան եմ։ Ես բոլոր հանձնաժողովները կառավարել են ազգային ժողովն եւ բոլորը կատարում են գործառույթները։ Ես մեկնաբանում զբաղված եք ազգային ժողովի նախագահի եմ, բայց դուք չեք կարող պահանջեք, որպեսզի ես ասեմ ավելին, քան ես ցանկանում եմ։ Ես չեմ Այս կանա։ պահանջում, դուք կարող Այլ եք։ հարցը խնդրեմ։ որ եկեղեցիներում լինի եռագույնը ու պատարակները սկսվեն օրեր։ Ես ընդհանրապես կողմ եմ, որպեսզի Հայաստանի առաքելական Սուրբ Եկեղեցին չմոռանա, որ ի վերջո գործում է Հայաստանի Հանրապետության իրավազորության ներքո, որովհետև եկեղեցին մեր ինքնության մի մասն է, եկեղեցին մեր պետության կարևորագույն հենասյուներից մեկն է, ի վերջո եկեղեցու կարգավիճակը սահմանորեն ամրագրված, որովհետև մեկը չի արգելել, չի վերացել եւ այդ կարգավիճակը պետք է հարգեն բոլոր կողմերը, նախ եւ առաջ այդ թվում եկեղեցին։ Այսքան շնորհակալություն։ Որոնք միացել են Փաշինյանը ճանաչում եք դուք անձամբ։ Ես չեմ ճանաչում։